Դուք ո՞նց եք վերաբերում սրան, որ իշխող ուժի ներկայացուցիչների շատերը գիտությամբ զբաղվելու այլ անվան տակ առողջական խնդիրներից ելնելու չեն ծառայել։ Վերջերս մի խոսակցություն ես տեսա, որ դաշնակցականների կողմից էր, եթե չեմ սխալվում, այո, դուք կարող եք խոնարհվել դաշնակցականների շիրիմներին, բայց գտեք մի ԿՊԱ-ական, որի շիրիմի առաջ կարող ենք խոնարհվել։ Չկան, իրականում չկան։ Չգիտեմ, երևի իրանց երեխաները բոլորը հիվանդ են։ Ուստի չենք կարող իրենց շիրիմների առաջ խոնարհվել եւ չենք կարող շնորհավորել։ Պապիկյանն ասաց, որ կասկածի որդը ինձ կեղեքում էր, դրա համար ՊՆ-ի համակարգից ազատել են բոլոր այն ծնողներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացիություն են ստացել, որտեղ կասկածներ ունեի, բայց այդ ցուցակը թե ինչի չեն տարածում պաշտոնատար անձանց վրա, ասենք ԱԳՆ-ի փոխնախարարի վրա կամ չգիտեմ Վահե Ղալումյանի երկու զավակները չեն ծառայել, Վահագն Հովակիմյանի երկու զավակները չեն ծառայել, այսինքն իրենց դա կարելի է, մնացածին չէ։ Այո, իրանց իշխանության ժամանակ ամեն ինչ այսպես ծածուկ է արվում, մինչև այսօր չունենք հրապարակված մեր նահատակների ամբողջական կազմը, ցուցակը, ոչ մի պատերազմներում զոհված տղաների ցուցակ չունենք։ Այս պարագայում իրանք իրանց բացի ոնց կդնեն ի ցույց, չեն դնի բնականաբար, եթե այսպես ազատելուց է խոսում, ապա թող սկսեն իրենցից, ով չի ծառայել, չպիտի լինի կարևորագույն պաշտոններում, ինչպես նաև երկրի ղեկին։ Եվ մի հարցել Վահագն Խաչատուրյանը Ալիևին շնորհակալություն էր հայտնում, դուք ո՞նց եք զգում նրա այդ շնորհակալությունները լսելով։ Ես ատում եմ իրան ուղղակի։ Մարմնիս ամբողջ բջիջներով ես ատում եմ իրան այդ շնորհակալության համար։ Ինքը, չգիտեմ, մեզ ասում են դուք չար եք, դուք եք մեզ այսպեսին սարքել, մենք չար չենք, ես չար չեմ ձեր հանդեպ, ես չար չեմ նորմալ քաղաքացու, գիտակից քաղաքացու հանդեպ, ես չար եմ ԿՊ-ի հանդեպ եւ ԿՊ-ին ծառայողների հանդեպ։ Ես ատում եմ իրեն։ Իսկ հիմա այդ ֆոնին իրենք վարչաբենդ են ստեղծում, թմբուկ են զարկում, տրնգի են պարում, երիտասարդներին հրավիրում են տաշտմբլի, խրախճանքների ժամանակ է հիմա։ Դե պատկերացնում եք, երկրի վարչապետը այնքան պարապ է, որ վարչաբենդ է ստեղծում, ես չգիտեմ, զբաղացնում է իր ժողովրդին, մեր կրկեսում չունենք ծաղրածու։ Չունենք, իրականում չունենք մեր կրկեսում ծաղրածու։